Ողջույն հարգելի հեռուստադիտող, եթերում ծնողի կողքին հաղորդաշարն է։ Ձեզ հետ այսօր ես եմ Սիրանուշ Օհանյանը։ Ես մասնագիտությամբ հոգեբան եմ, կոգնիտիվ վարքաբանական թերապիայի մասնագետ։ Հարգելի հեռուստադիտող, այսօրվա մեր հաղորդման ընթացքում մենք կխոսենք ձեր ինքնախնամքի մասին։ Իրականում մեր հաղորդման ընթացքում մենք հաճախակի ենք անդրադառնում ձեզ անհանգստացնող հարցերին ու հիմնականում շեշտը դնում ենք երեխաների վրա։ Խոսում ենք երեխաների առանձնահատկությունից, ծնողավարման ընթացքում ձեզ հանդիպած դժվարություններից, դրանք հաղթահարելու ճանապարհներից եւ այլն։ Բայց այսօրվա մեր հաղորդումը մենք կնվիրենք ձեզ։ Քանի որ հիմնական ինքնախնամքից բացի մազերը հարդարելուց, դիմահարդարվելուց եւ այլն, շատ ավելի կարեւոր է, որպեսզի դուք զբաղվեք ձեր հոգեբանական ինքնախնամքով։ Կարևոր է, որովհետև ձեր երեխաները վերջնարդյունքում անում են այն ամենը, ինչ դուք եք անում, որքան էլ դուք փորձեք երեխաներին բացատրել, որ պետք է լինել հանգիստ, պետք է ավելի համբերատար, խոսել եւ այլն, եթե երեխաները տեսնում են, որ դուք լարված եք, անհանգիստ եք, տագնապային եք, նրանք շատ հաճախ կրկնում են ձեր վարքը։ Դուք կարող եք երեխային անդադար ասել, որ պետք չէ վախենալ, որ այդ ամենը վախենալու չէ, որ ամեն ինչ շատ լավ է եւ այլն, տրամադրել լավատեսորեն, բայց երբ երեխան տեսնում է ձեր անհանգստությունը, ձեր վախը, նա հասկանում է, որ իրականում կա պատճառ վախենալու համար։ Եվ այսպես այսօր եկեք խոսենք ձեր մասին։ Օրինակ, ընտանիքի մայրիկը առավոտյան վաղ արթնանում է, պատրաստվում է երեխաներին դպրոց գնալուն, ինքը գնում է աշխատանքի կամ առավոտից մինչ երեկո զբաղվում է տան գործերով, չէ՞ որ տան գործերն իրականում անսպառ են։ Փորձում է ամեն ինչ անել, որպեսզի ընտանիքի մյուս անդամները ժամանակին սնվեն, տարածքը լինի մաքուր եւ այլն, եւ երբ ավելի ուշ երեխաները վերադառնում են դպրոցից, նա սկսում է երեխաների հետ մինչեւ ուշ գիշեր դաս անել, այդպիսով ամբողջ իր ներուժը ներդնելով ընտանիքի վրա կամ օրինակ աշխատավայրում չի անում ընդմիջում զբաղվածության պատճառով, վերադառնում է տուն չի հասցնում նորմալ սնվել եւ այդպես շարունակ։ Քնում է շատ ուշ ժամի, արթնանում է շատ վաղ ու անդադար գործերի մեջ մոռանում է, որ պետք է ժամանակ գտնել, հանգստանալ եւ զբաղվել ինքնախնամքով, ինչպես արդեն ասացի, հոգեբանական ինքնախնամքով։ Հարգելի մայրիկներ, բնականաբար շատ կարևոր ու պատասխանատու գործ է երեխա մեծացնելը, ու այդ գործում ձեզ պետք է օգնեն նաև ձեր ընտանիքի մյուս անդամները։ Երբեք ամոթ չէ օգնություն խնդրել, երբ որևէ հարցում դժվարանում եք, ու շատ կարևոր է, որպեսզի դուք ինքներդ ձեր հանդեպ լինեք անաչառ, այլ ոչ թե մշտապես քննադատության ենթարկեք ձեր անձը, մտածեք, որ դուք լավ մայր չեք, լավ հայր չեք կամ լավ տատիկ, պապիկ չեք։ Որովհետև հիմա համացանցում շատ հաճախ են հանդիպում իդեալական ընտանիքի նկարներ, հոլովակներ, որտեղ ընտանիքի անդամները շատ ջերմ են մեկը մյուսի նկատմամբ, շատ երջանիկ են ու հանգիստ։ Բայց իրականում նման տեսարանները բնականաբար հիմնականում ցուցադրական բնույթ են կրում, քանի որ չկան ընտանիքներ, որտեղ ժամանակ առ ժամանակ չլինի վիճաբանություն, մեծահասակները չգոռգոռան, երեխաների վրա չբարկանան եւ այլն։ Դրա համար շատ կարևոր է, որպեսզի դուք իրատեսորեն մոտենաք այն պահանջներին, որոնք ինքներդ ձեր հանդեպ դրսևորում եք։ Տեսեք, եթե օրինակ դուք նորմալ չեք քնում գիշերը, օրվա ընթացքում չեք հանգստանում, անդադար վազքի մեջ եք, ճնշված եք, փորձում եք ամեն ինչ անել անթերի, բայց չի ստացվում, քանի որ անթերի իրականում ոչ ոք չի կարող աշխատել։ Ինչ է լինում հետո։ Դուք դառնում եք դյուրագրգիռ, ինքներդ ձեզնից դժգոհ եք լինում, ել չեմ խոսում այն մասին, որ քնի կամ սննդի ռեժիմի խախտումը անմիջականորեն ազդում է մեր նյարդային համակարգի վրա։ Երբ դառնում եք դյուրագրգիռ, երեխայի անգամ անմեղ հարցին կամ խոսքին դուք կարող եք շատ բուռն արձագանքել։ Դրանից երեխան կարող է վիրավորվել ձեզնից, լաց լինել ու վերջնական արդյունքում դուք էլ կունենաք մեղքի զգացում, մտածելով, որ կարող եք ավելի հանգիստ պատասխանել երեխային, դրա փոխարեն շատ բորբոքվեցիք։ Այդպիսով տուժում են ոչ միայն ձեր ծնող եւ երեխա փոխհարաբերությունները, այլ նաեւ ընտանիքի մթնոլորտը, քանի որ երբ դուք լարված եք, անհանգիստ եք կամ բարկացած, ընտանիքի մյուս անդամների վրա դա եւս բացասաբար է անդրադառնում։
Մեզնից յուրաքանչյուրն ունի հանգստանալու իր միջոցները։ Կան մարդիկ, ովքեր հանգստանում են բնության գրկում, կան մարդիկ, ովքեր պարզապես մի քանի րոպե լռության մեջ գտնվելուց արդեն կարողանում են վերականգնել իրենց ուժերը։ Կամ մեր շրջապատում կան այնպիսի մարդիկ, որոնց հետ խոսելիս անգամ մենք մեզ ավելի հանգիստ ու ավելի թեթև ենք զգում։ Դրա համար շատ կարևոր է, որպեսզի դուք օրվա ընթացքում կարողանաք ինչ-որ չափով գտնել ժամանակ ինքներդ ձեզ տրամադրելու համար։ Հարգելի ծնողներ, ուզում եմ ձեզ մի փոքրիկ պատմություն պատմել, որը լավ օրինակ կծառայի ձեզ համար։ Տեսեք, վայրի բնության մեջ, երբ մայր եղնիկը լինում է սոված ու դրա փոխարեն կուշտ է լինում ձագը, ամեն անգամ երբ առյուծը փորձում է հարձակվել իր վրա, նա հյուծվածության, թերսնուցման պատճառով չի կարող ձագին պաշտպանել։ Ձագը որքան էլ որ կուշտ լինի, միևնույն է չի կարողանա իրեն պաշտպանել։ Իսկ եթե լինի ճիշտ հակառակը, այսինքն մայր եղնիկը լինի կուշտ եւ ձագը այդ պահին սնված չլինի, մայր եղնիկի ուժերը կբավականացնեն, որպեսզի նա կարողանա իր ձագին վերցնել եւ փախչել գիշատչից։ Ճիշտ այդպես էլ եթե դուք հոգ տանեք ինքներդ ձեր մասին, ժամանակին ընդունեք բալանսավորված սնունդ, բնականաբար հասկանալի է, որ սոցիալական պայմաններից ելնելով միշտ չէ, որ հաջողվում է գնել այնպիսի սնունդ, որը ձեր սրտով է, որը հարուստ է վիտամիններով եւ այլն։ Բայց գոնե սննդի ընդունման ժամը կարելի է պահել, կարելի է օրվա ընթացքում գոնե մի քանի րոպե գտնել եւ քնել, սուրճ խմել մեկ գավաթ լռության մեջ ու այդպես շարունակ, գնալ զբոսանքի որևէ խանութ եւ այլն։ Վստահ եմ, որ բազմազավակ ընտանիքներ ունեցող մայրերը այժմ զարմանում են, թե ինչպես կարելի է առօրյա հոգսերի մեջ գտնել ժամանակ։ Բայց մի մոռացեք, որ դուք շրջապատված եք հարազատ մարդկանցով, ովքեր կարող են մի որոշ ժամանակ զբաղվել երեխաների խնամքով, իսկ դուք ժամանակ գտնեք, որպեսզի հանգստանաք։ Շատ կարևոր է նաև, որ ինչպես որ հաղորդման սկզբում ասացինք, չզբաղվեք ինքնաքննադատությամբ։ Շատ դժվար է լինում ծնողների համար ու հատկապես մայրիկների համար այն դեպքերում, երբ իրենք չեն ունենում հիմնական աշխատանք։ Հիմա բացատրեմ, երբ դուք զբաղվում եք սիրելի գործով, կլինի դա հիմնական աշխատանք կամ ժամանակավոր գումար վաստակելու միջոց, ձեր ինքնագնահատականն ավելի բարձր է լինում, քանի որ դուք կարողանում եք որոշակի կարիքների համար գումար վաստակել։ Իսկ եթե դուք 24 ժամ գտնվում եք տանը, զբաղվում եք միայն տան գործերով, երեխաների խնամքով, ձեր մեկ օրը գրեթե ոչնչով չի տարբերվում հաջորդ օրերից։ Ինչպես գրողներից մեկն էր ասում, երբ մեր մեկ օրը չի տարբերվում մյուս օրերից, մենք դադարում ենք տեսնել այն բոլոր գեղեցիկ բաները, որոնք մեզ շրջապատում են։ Ու այդ պատճառով էլ մեր կյանքը կարծեք թե արժե զրկվում է։ Մենք այլևս դադարում ենք ուրախանալ մեր ամեն օրով, նորություններով, փոփոխություններով եւ այլն։ Դրա համար դուք ինքներդ կարող եք ձեր կյանք որոշակի հետաքրքրություններ մտցնել։ Օրինակ կարող եք ընտանեկան խաղեր որոշել, երբ ընտանիքի բոլոր անդամները տանն են լինում, օրինակ երեկոյան ժամերի ընթրիքից հետո, դուք կարող եք թեկուզ կարճ ժամանակով երեխաներին ու մեծահասակներին ներգրավել որևէ խաղի մեջ, ինչը ձեզ կօգնի ավելի մտերիմ հարաբերություններ ստեղծել ընտանիքի անդամների հետ ու նաև անկեղծության ժամ կարող եք սահմանել, երբ թույլ եք տալիս, որպեսզի ընտանիքի անդամներն ավելի մեղմ տարբերակով հայտնեն իրենց դժգոհությունները կամ անհանգստությունը։ Մի կարևոր կետ եւս հարգելի ծնողներ ու հատկապես մայրիկներ։ Ամեն անգամ, երբ դուք փորձում եք խոսել ձեր դժգոհության մասին, շատ հաճախ մտածում եք, որ ձեզ չեն լսի ու լռում եք, ինչի պատճառով էլ որ հույզերը կուտակվում են ձեր մեջ ու հատկապես բացասական հույզերը ու վերջն արդյունքում դրանք հանգեցնում են նյարդային համակարգի հյուծման, հուզական այրման եւ այլն։ Դրա փոխարեն շատ լավ կլինի, որպեսզի դուք արտահայտեք այն ամենն, ինչ զգում եք, բայց արտահայտեք միայն ձեր անունից։ Հիմա բերեմ օրինակներ։ Փոխարեն մեղադրելու երեխային, ամուսնուն կամ ընտանիքի մյուս անդամներին, որ դու այսպիսին ես, դուք կարող եք ես ուղերձներ հղել։ Ինչ է իրենից ներկայացնում ես ուղերձը։ Դուք խոսում եք միայն ձեր անունից, օգտագործելով ես բառը։ Ես բարկանում եմ, երբ տեսնում եմ, որ աղբամանը թափելու փոխարեն թափված է լինում հատակին։
Սա փոքրիկ խորամանկություն է իրականում, քանի որ եթե դուք փորձում եք մեղադրել ձեր շրջապատի մարդկանց, նրանք էլ փոխադարձաբար ձեզ կսկսեն մեղադրել այն արարքներում, որոնք իրենց կարծիքով դուք եք սխալ անում։ Եվ միգուցե նաև կվիրավորվեն։ Իսկ երբ դուք խոսում եք միայն ձեր անունից, հայտնում եք ձեր դժգոհությունը երևույթի վերաբերյալ, այլ ոչ թե անձի, ձեր քննարկումն ավելի կառուցողական է լինում։ Հարգելի հեռուստադիտող, ինչպես արդեն ասացինք, ֆիզիկապես ձեր մասին հոգ տանելուց բացի կարևոր է նաև հոգեբանական ինքնախնամքը։ Դուք ժամանակ առ ժամանակ կարող եք լսել որևէ հանգստացնող երաժշտություն, դիտել լավատեսական ֆիլմեր, որոնք ձեզ համար շատ կարևոր ու նյարդային համակարգը թեթևացնող հատկություն կունենան։ Ու կարևոր է նաև, որպեսզի երբ ձեզ մոտ կուտակվել են բուռն հույզերը եւ զգում եք, որ արդեն չեք կարողանում դիմանալ, ուր որ է կբորբոքվեք, գորգորակ ու հետո կունենաք մեղքի զգացողություն, կամ կարող եք մտովի հաշվել, իսկ եթե դա չի օգնում, կարող եք պարզապես լքել տարածքը, գնալ որևէ հանգիստ մի վայր ու նաև արտասվել։ Ինչպես մենք արդեն բազմիցս ասել ենք, լացելը շատ դրականորեն է ազդում նյարդային համակարգի լիցքաթափման վրա։ Չնայած մեզ շատ հաճախ են ասում, որ ամոթ է ուրիշի մոտ լաց լինել չի կարելի, լացելը թուլության նշան է, բայց իրականում հոգեբանական տեսանկյունից լացելը շատ նպաստավոր է։ Եթե օրինակ դուք ձեզ վատ եք զգում շրջապատող որևէ մարդու կողքին արտասվելիս, կարող եք գնալ այնպիսի տեղ, որտեղ ոչ ոք չկա ձեր կողքը եւ հանգիստ ազատություն տակ ձեր զգացմունքներին։ Ու ինչպես արդեն ասացի, լավ կլինի, որ ձեր շրջապատում լինեն հարազատներ, որոնց դուք կկարողանաք կիսել ձեր ապրումները, դժգոհությունը, լարվածությունը, չէ՞ որ շատ դեպքերում մեր ձայնն ուղղակի լսելի դարձնելու արդյունքում մենք մեզ ավելի հանգիստ ու ավելի թեթև ենք զգում։ Հարգելի հեռուստադիտող, ինչպես միշտ հաղորդման երկրորդ հատվածում ձեզ ենք ներկայացնելու խաղեր, որոնք կօգնեն, որպեսզի դուք առօրյայում երեխայի ժամանցն ավելի հետաքրքիր կազմակերպեք եւ իմացական ոլորտները զարգացնեք։ Այսօր ձեզ համար պատրաստել ենք երկու հետաքրքիր խաղ, իսկ խաղը ցուցադրելու համար ինձ օգնության է եկել Օվսաննան։ Ողջույն Օվսաննա ջան։ Ինչպես ես։ Լավ։ Օվսաննա ջան, կասես դու քանի տարեկան ես։ Ես 8 տարեկան եմ։ Շատ լավ, դպրոց ես գնում։ Այո։ Իսկ տանը խաղում ես ինքնաշեն խաղերով, պատրաստում եք խաղեր, որպեսզի խաղաք երեխաներով միասին։ Ոչ։ Լավ, դրա համար այսօր քեզ երկու տարբերակ ցույց կտամ խաղերի, որոնք հետագայում կարող ես տանը պատրաստել։ Եվ այսպես, առաջին խաղի պատրաստման համար մեզ անհրաժեշտ են ստվարաթղթի կտորներ, հյութ խմելու համար նախատեսված ձողիկներ եւ կոշիկի կոշկաքուղեր։ Մենք պատրաստել ենք երկրաչափական պատկերներով քարտեր, բայց դուք սրա փոխարեն կարող եք ընտրել այլ պատկերներ։ Որպեսզի երեխայի մոտ զարգանա մանր շարժողականությունը, երևակայությունը, մենք կխնդրենք, որպեսզի երեխաները այս ձողիկների միջով անցկացնեն կոշկաքուղերը։ Առաջին հայացքից թվում է, թե շատ պարզունակ գործողություն է, բայց այն երեխաները, ովքեր ունեն նուրբ շարժողականության հետ կապված խնդիրներ, կդժվարանան դա կատարել։ Եվ որպեսզի մարզեք նրանց մատները, կարող եք հաճախակի խաղալ այս խաղը։ Կարող եք նույնիսկ ձողիկների գույները փոխել, որպեսզի երեխաների մոտ նաև զարգանա գունային ճանաչողությունը։ Օվսաննա ջան, ես քեզ պետք է խնդրեմ, որպեսզի դու սա անցկացնես բոլոր ձողիկների միջով։ Տեսնում եք, առաջին հայացքից հեշտ թվացող գործողությունը, բայց բավականին բարդ է կատարելը։ Շատ լավ։ Ապրես, շատ լավ է ստացվում քեզ մոտ։ Կարող ես երկրորդ կեսն էլ այս կողմից ավելացնել։ Դուք կարող եք երեխային խնդրել, որպեսզի նա միաժամանակ օգտագործի երկու ձեռքերը կամ հաջորդաբար փոխի մեկ ձեռքից դեպի մյուսը, որովհետև ինչպես մեր նախորդ հաղորդումների ընթացքում արդեն ասել ենք, կարևոր է, որպեսզի զարգանան ուղեղի երկու կիսագնդերը։ Շատ ապրես Օվսաննա ջան, շատ ապրես, շատ լավ ստացվեց։ Իսկ երկրորդ խաղի համար մեզ անհրաժեշտ են թղթեր։ Սրանց վրա եւս մենք նկարել ենք երկրաչափական պատկերներ։
մատիտ եւ ծեփամատիկ։ Ծեփամատիկի օգնությամբ պետք է խնդրեմ, որպեսզի մեր Օվսաննան նույնությամբ վերարտադրի այս երկրաչափական պատկերները։ Խաղը կարող եք կիրառել մի քանի տարբերակներով։ Տեսեք, մենք այստեղ ունենք քարտ, որի վրա փոքրիկ շրջանակ է։ Իսկ մյուս շրջանակն ավելի մեծ է։ Դուք կարող եք դա օգտագործել, որպեսզի երեխային բացատրեք չափի, ձևի տարբերությունները։ Ու հետագայում ծեփամատիկի գույնը փոխելուց արդեն միասին կվերհիշեք նաև գույները։ Օվսաննա ջան, դու կարող ես այս երկրաչափական պատկերներից ընտրել մեկը, որը որ քեզ ավելի է դուր գալիս։ Ահա, եւ փորձել ծեփամատիկի միջոցով ստանալ այդ երկրաչափական պատկերը։ Որ գույնը կցանկանաս վերցնել։ Հարգելի հեռուստադիտող, ծեփամատիկները լինում են տարբեր կոշտության աստիճանի ու շատ հաճախ ավելի կոշտ ծեփամատիկներն ավելի արդյունավետ են լինում, քանի որ երեխան երկար ժամանակ ջանքեր է գործադրում դրանք փափկեցնելու համար։ Դրանով իսկ ել ավելի լավ է զարգանում նուրբ շարժողականությունը։ Այս պահին Օվսաննայի ձեռքում ավելի կոշտ ծեփամատիկ է, որը Օվսաննան հիմա փորձում է ավելի փափկեցնել, որպեսզի դրանից ստանա պատկերը։ Ու այդ փափկացման ընթացքում նրա նուրբ շարժողականությունը ավելի է զարգանում, ինչն էլ նպաստում է ուղեղի աշխատանքի ակտիվացման, խոսքի կենտրոնների զարգացման եւ նաեւ նյարդային համակարգի հանգստացման։ Շատ լավ, հիմա արդեն կարող ենք թղթի վրա վերարտադրել մեր երկրաչափական պատկերը։ Այս վարժությունը կօգնի, որպեսզի երեխաների մոտ զարգանա նաև համադրելու հատկությունը։ Կարող ես մի փոքր ավելի ուժեղ սեղմել ու ծեփամատիկը կկպնի թղթին։ Ահա այսպես երեխաները կարող են նույնությամբ պատկերել երկրաչափական պատկերը եւ միասին հետաքրքիր ու նաեւ արդյունավետ ժամանց անցկացնեք։ Ես ուզում եմ ձեզ հիշեցնել, որ ձեզ անհանգստացնող հարցերը, կարծիքները կարող եք ուղղել YouTube-յան մեր ալիքի ծնողի կողքին հաղորդաշարի դաշտում։ Մենք էլ կփորձենք ձեզ օգնել, որպեսզի ծնողավարման ընթացքում հանդիպող խոչընդոտները դուք կարողանաք ավելի հեշտ հաղթահարել։ Ձեզ հետ այսօր ես էի Սիրանուշ Օհանյանը եւ Օվսաննան։ Կհանդիպենք։